Լուսարոտին շարունակում է եւ արդեն մեր հյուրեն կալել ենք, նրանք այստեղ ենք, խոսել ենք շատ կարևոր թեմայի շուրջ։ Լավ, ես շատ բան եմ ուզում ասեմ, բայց զսպեմ ինձ դեռ համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունն արդեն երկրորդ տարին է կազմակերպում է ընթերցանության օլիմպիադա Արթուր կամ Արևը Վաննածովից գրքի վերաբերյալ։ Գիրքը Արթուր Սահակյանի մասին է, ով զոհվել է 2023 թվականին տեղ գյուղում հայրենիքի սահմանները պաշտպանելիս։ Օլիմպիադայի նպատակի, փուլերի, հայտերի, ժամկետների եւ արարողությունների մասին կպատմեն մեր հյուրերը։ Մեր հյուրերն է պատմաբան համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության նախագահ Լիլիթ Եկմալյանը, բարի լույս։ Մեր հաջորդ հյուրն է համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության կառավարման խորհրդի անդամ Տիգրան Առաքելյանը, բարի լույս։ Եվ պատմական գիտությունների տեխնացու եւ դասախոս Գյումրու ակադեմիական վարժանի ուսուցիչ Արթուր կամ Արևը Վաննածովից գրքի ընթերցանության օլիմպիադայի համակարգող Գոր Գալստյանը։ Բարի լույս։ Բարի լույս Արավատի։ Հրաշալի դուք ինչպես եք։ Շատ լավ, շատ կարգին նախաձեռնություն, որը որ անցկացվում է արդեն երկրորդ տարի օլիմպիադան, նախ ես կուզեի շատ արագ անցնենք նախորդ տարի, որտեղ մենք չենք ունեցել հնարավորություն խոսելու նախորդ տարվանից, ինչով է տարբերվելու այս տարվա օլիմպիադայից, ունենք արդյոք տարբերություն, առավելությունները, մի խոսքով ամեն բան։ Հրաշալի ձեր թույլտվությամբ կուզենք սկսել մեր նախաձեռնությունը ներկայացնելուց։ Իմ գործընկերները մի փոքր խոսեն մեր նախաձեռնության մասին, մեր կազմակերպած տարաբնույթ ծրագրերի մասին եւ վերջում ձեր թույլտվությամբ ես արդեն ավելի կոնկրետ անդրադառնամ օլիմպիադային։ Լավ, գնացինք դե։ Բարև ձեզ, նախ եւ առաջ համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության հայհենի անունից երախտագիտությունն եմ հայտնում հրավերի եւ ընձեռված հնարավորության համար։ Հահենը հիմնադրել է 2019 թվականին մի խումբ նպատակասլաց երիտասարդների կողմից։ Մեր առաքելության հիմքում տրվել է ազգային ինքնության եւ հայության առաջ ծառայացած հիմնախնդիրների գիտական եւ լուծման լուծումները։ Այս ճանապարհին մենք իրականացրել ենք հարյուրավոր սեմինար քննարկումներ, ով է հայը խորագրի ներքո ներգրավելով հանրապետության լավագույն պրոֆեսորատ դասախոսական կազմին եւ ոլորտային փորձագետներին։ Այս քննարկումների եւ վերլուծությունների արդյունքում մեր կազմակերպությունը ունեցակ մեր գաղափարախոսությունը հիմնված է 3 հիմնասյուների վրա։ Դրանք են ինքնաճանաչողություն, հայրենաճանաչողություն եւ հայրենատիրություն։ Այս հայեցակարգային գաղափարախոսության մոտեցմամբ իրականացրել եք բազում ծրագրեր մշակութային եւ գիտակերտական ոլորտներում, մասնավորապես կարող եմ շեշտել համահայկական պոեզիայի փառատոնը, որը 2025 թվականին անցկացրել եք արդեն 4-րդ անգամ, որի ընթացքում միավորել է ավելի քան 900 աշակերտներին, նաև կարող եմ շեշտել դպրոցականների համար այս օլիմպիադան, իսկ ուսանողների եւ ավագ սերնդի համար ունեք ռազմավարական նախագիծ, ազգային դպրոց նախագիծը, որի շրջանակներում ուսանողներ եւ ավագ սերնդի ներկայացուցիչները կարող են վերլուծել մեր խորքային ազգային եւ հասարակական խնդիրները եւ փորձել գտնել նրանց ռազմավարական ուղիները, լուծման ուղիները։ Այսքանով հագիշ մեր նախաձեռնության մասին։ Լավ, ո՞րն է հիմնական նպատակը օլիմպիադայի։ Մենք անցած տարի խոստացանք, որ մեր օլիմպիադան լինելու է շարունակական եւ հետամուտ լինելով մեր խոստմանը, մենք այս տարի եւս մեկ անգամ նախաձեռնեցինք անցկացնել Արթուր կամ Արևը Վաննածովից գրքի ընթերցանության օլիմպիադան։ Ինչու հենց այս գիրքը եւ ինչ նպատակ ուներ օլիմպիադայի անցկացումը։ Երբ որ անցած տարի խոսում էինք մեր գործընկերներով, մենք ինքներս լինելով նախորդ տարիներ երբ որ աշակերտ ենք եղել, ակտիվ օլիմպիականներ իմանալով այդ ամեն ինչի գինը, դրան մասնակցելու ընձեռած հնարավորությունները, թե ինչերի կարող են հասնել աշակերտները, եթե նմանատիպ միջոցառումների շատ մասնակցեն, մենք որոշեցինք իրագործել այս օլիմպիադան։ Ինչու հենց այս գրքի վերաբերյալ, որովհետև այս գրքում ներկայացված գաղափարները ոչ միայն Արթուր Սահակյանին են վերաբերում, այլ այսպես մի համահավաք կերպով ներկայացնում են մեր բոլոր հերոսների մղած պայքարը եւ նրանց կատարած
սրագրագործությունները, այստեղ ներկայացված գաղափարները, եթե մեր աշակերտները կարդան, վստահաբար կդասերակվեն, ներեցեք, կդասերակվեն հայրենասիրական ոգով, կունենան հայրենատեր, հայրենաճանաչ եւ ինքնաճանաչ գաղափարներ, եւ մենք շատ ուզեցանք, որ հենց այս գիրք մեր աշակերտները ընթերցեն եւ մասնակցեն ընթերցանության օլիմպիադայի։ Եվ լինելով այսպես առաջին անգամ անցած տարի կազմակերպեցինք, զարմացանք շատ այսպես բոլորի հետաքրքրությունից եւ նաեւ դա մեզ ստիպեց, որ մենք այս տարի եւս անպայման երկրորդ անգամ դա իրականացնենք։ Իհարկե տարբեր մի փոքր ավելի այլ ձևաչափով, հիմա կպատմեմ ես դրա մասին։ Անցած տարի մենք երկու փուլով անցկացրինք օլիմպիադան, մարզային եւ հանրապետական, մարզային փուլը հյուրընկալեցին մարզերի մեր գործընկեր դպրոցները եւ Երևանի մեր գործընկեր դպրոցները եւ հանրապետական փուլը անցկացվեց Արթուր Սահակյանի սովորած դպրոցում Գյումրու ակադեմիական վարժարանում, որը շատ խորհրդանշական էր եւ նաեւ Փակման հանդիսավորողության համար մենք բոլոր հյուրերին հրավիրեցինք Գյումրի։ Երբ որ անցած տարի իրականացնում էինք պոեզիայի համահայկական մրցույթ փառատոնը, մենք ներդրեցինք ինքնաշխատ համակարգ մեր կողմից ստեղծված եւ օլիմպիադայի ժամանակ, արդեն այս տարվա օլիմպիադայի ժամանակ մենք այն փորձեցինք կատարելագործել եւ առաջին փուլը կանցկացվի առցանց հենց մեր կողմից ստեղծված ինքնաշխատ ավտոմատացված համակարգի միջոցով, որին արդեն հաղթահարած այդ առաջին փուլը հաղթահարած աշակերտները սիրով կանցնեն ուղղագիր կստանան հանրապետական փուլի, որը կանցկացվի Երևանում մայիսի 9-ին, իսկ առաջին օլիմպիադայի կանցկացվի ապրիլի 20-ին։ Ուզում եմ նախ շեշտել, որ հայտերի գրանցումը դեռ բաց է։ Ուրախություն բոլորիս, պիտի նշեմ, որ մենք ունենք արդեն մոտ 500 հայտեր, վստահ ենք, որ այն ավելացվելու է, որովհետև մենք երկարաձգել ենք այսպես քան որ մասնակցելու ցանկացողների քանակը շատ մեծ էր, մենք մինչև մարտի 27-ն էր նախատեսված, մենք եւս մեկ շաբաթով երկարացրինք, մինչև ապրիլի 3-ը, գիշերը 23-ից 59-ը կփակվեն հայտերը, եւ այնպես որ ովքեր որ ցանկանում են, հիմա լսում են, թող չհապաղեն եւ դրասեն իրենց մասնակցության հայտը։ Իսկ որտեղ մենք ուղարկել ենք համահայկական հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության Facebook-ը ներում դրված են բոլոր նորությունները, հղման համակարգերը, նաև դա չեմ սխալվում, մենք փորձել ենք ուղարկել նաև տարբեր դպրոցներին, այնպես որ նաև դպրոցները իրենք էլ ունեն այդ հղումները, բոլոր ամբողջ կանոնակարգը, բայց նաև մեր էջում այդ հղումը արկա է, այնպես որ մեր սիրելի աշակերտները կարող են օգտվել դրանից, գրանցվել, դրասել իրենց հայտը, կարդալ գիրքը եւ մասնակցել օլիմպիադային։ Մեր օլիմպիադան աննախադեպ է իր բնույթով, գիտենք, որ վերջերս որոշ շատ ուրախալի է, շատ կան ընթերցանության օլիմպիադաներ, բայց մեր օլիմպիադան իր բնույթով տարբերվում է։ Մենք միավորել ենք ոչ միայն ընթերցանությունը, այլև խրախուսում ենք աշակերտների լեզվական գիտելիքների խորացումը։ Օլիմպիադայի նպատակն է խթանել աշակերտների քննադատական մտածողությունը, ընթերցանության կարողությունները, կարդալ, հասկանալու եւ վերլուծելու հմտությունները։ Եվ մենք այդտեղ շատ կարևորում ենք նաև, որ մեր աշակերտները բացի այդ ամենից իրենց մտքերը կարողանան ճիշտ եւ գրագետ շարադրել, եւ մենք միավորել ենք նաև լեզվական հատված մեր օլիմպիադայի առաջին փուլում գոնե, այնպես որ ունենալու ենք նաև բնագրի հետ աշխատանք, աշակերտները լեզվական եւ քերականական հարցեր են քննարկելու եւ փորձելու լուծել եւ իհարկե նաև պատասխանելու են գրքի գաղափարներին առնչվող տարաբնույթ հարցերի եւ արդեն հաջողակներին կհրավիրենք երկրորդ փուլին մասնակցելու համար։ Գոռը այնպիսի սպառիչ պատասխաններ է տալիս եւ բովանդակային ինֆորմատիվ շնորհակալություն մեր եթերը ավարտված է, բայց ես մի հարց ունեմ. ինչպես եք կարողանում ներգրավել երիտասարդներին եւ հասկանում ենք, որ այս թեմաները բավականին զգայուն թեմաներ են։ Խոսենք։ Շատ լավ, գործընկերներս հիանալի ներկայացրեցին մեր նախաձեռնությունը եւ օլիմպիադան։ Նշեմ, որ մեզ շատ են այդ հարցադրումը անում, թե որն է ձեր շարժիչ ուժը, ինչպես եք դուք կարողանում առաջ գնալ։ Պատասխանը հստակ մեկն է, այն հարյուրավոր պատանիներն ու երիտասարդներն են, ովքեր փնտրում եւ հարթակ են գտնում, մեր հարթակում գտնում են ինքնակատարելագործման, պատմությունը ճանաչելու եւ սեփական ներուժին հավատալու հնարավորությունը եւ մենք ամեն օր ստանում ենք հարյուրավոր երախտագիտական նամակներ ու խոսքեր, որը որ մեզ ել ավելի ուժ է տալիս առաջ գնալու, առաջ շարժվելու համար, որովհետեւ մենք զգում ենք, որ մեր իրականության մեջ կա այդ բացը եւ այդ բացը պետք է լրացնել մեր գաղափարներով ու մեր ծրագրերով, մասնավորապես երբ որ նամակներում մարդիկ անդրադառնում են եւ շնորհակալություն են հայտնում հենց այդ առումով, նշելով, որ իրենց շատ է
օգնել, իրենք կարողանում են առաջ շարժվել մեր գաղափարներով եւ միանշանակ մեր գաղափարները հիմնված են մեր փորձի վրա, որովհետեւ մեր նախաձեռնության հենց անվանման մեջ մենք շեշտը դնում ենք նախաձեռնություն բառի վրա եւ ասում ենք, որ մենք նախաձեռնող կամավորներ ենք, պիտի նշեմ, որ մեր գործունեությունը միայն ու միայն կամավորական սկզբունքով է իրականացվում եւ մեր մասնակիցները չնայած իրենց բազմազբաղ առօրյայի, իրենց գործունեության, որովհետև բոլորս տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ենք, կարողանում ենք ժամանակ հատկացնել, տրամադրել եւ իրականացնել այս ծրագրերը, որոնք որ իրապես օրհասական են, կարևոր են եւ բացի այդ նաեւ հնարավորություն են տալիս երիտասարդներին ինքնակատարելագործվելու։ Սա շատ կարևոր է, որովհետեւ իմ գործընկերը ներկայացրեց մեր նախաձեռնության հիմնական 3 գաղափարները՝ ինքնաճանաչություն, հայրենաճանաչություն եւ հայրենատիրություն, բայց ես կավելացնեմ եւս մեկ կարևոր գաղափար, որը կարմիր գծի նման անցնում է մեր գործունեության միջով, դա ինքնակատարելագործումն է։ Յուրաքանչյուր օր ավելի լավը դառնալու, ավելի զարգանալու, քան էինք նախորդ օրերի ընթացքում, որովհետև մարդը միայն իր ինքնակատարելագործման միջոցով կարող է հասնել այն բարձրագույն նպատակին, որը որ դնում է իր առաջ։ Իսկ այսօր մեր բարձրագույն նպատակը հանուն մեր հայրենիքի է, հանուն այն արժեքների, որոնք որ պիտի պահպանվեն, որոնք որ պիտի փոխանցվեն մեր սերունդներին։ Նշեցի սերունդներին, մենք հենց մեր մասնակիցների հետ փորձում ենք մասնակիցների մոտ զարգացնել, ձևավորել այնպիսի կարողություններ, որոնք որ իրենց պետք կգան ապագայում, այն է լինել ստեղծագործող, այն է լինել նախաձեռնող, լինել որոնող։ Ինչ է նշանակում լինել որոնող, բացահայտել, գտնել, վերապրել այն արժեքները, որոնք իրենց համար շատ կարևոր են։ Եվ գրքի մեջ որոնելու գաղափարը շատ հստակ արտացոլվում է։ Գրքի հեղինակը փորձել է ներկայացնել, որ այսօրվա պատանիների եւ երիտասարդների համար դա շատ կարևոր մի գործընթաց է, որ ինքը երիտասարդը պատանին կարողանա իր մեջ բացահայտել այն հնարավորությունը, որ ինքը կարողանա ապագայում օգտագործել իր հայրենիքի համար։ Եվ հետաքրքիր է, որ մենք գրքի այսպես հրապարակվելուց հետո իրականացրեցինք մի նախաձեռնություն, բացեցինք որոնող ակումբը, որի մեջ ներգրաված են պատանիներ ու երիտասարդներ եւ իրենք փորձում են ուսումնասիրել մեր պատմությունը, փորձում են լինել ինքնաճանաչ, փորձում են կրթվել, զարգանալ եւ իրենց գաղափարներով առաջ գնալ։ Սա կարծում եմ իրապես շատ կարևոր է, որովհետեւ գրքում էլ այս գաղափարը հստակ նշվում է եւ բացի նրանից, որ գիրքը հերոսապատում է, այսինքն ներկայացվում է իրական հերոսի մասին, Արթուր Սահակյանի մասին, բայց գրքում եւս անդրադարձ է կատարվում այն պատմական փաստերին ու պատմական երևույթներին, որոնք երբևէ արժանի են հիշատակման, որոնք կարող են մեր հասարակության մոտ արժեքներ ձևավորել, ոգի կերտել եւ առաջնորդող լինել, որովհետեւ առաջնորդություն ստանձնելը կարծում եմ այս օրերին բավականին պատասխանատու այսպես երևույթ է, առաջնորդություն ստանձնել ինքդ քո նկատմամբ առաջին հերթին, այնուհետեւ քո հայրենիքի, քո մշակույթի հանդեպ կրել այդ պատասխանատվությունը։ Իրականում այնքան հաճելի է ձեզ լսելը, առավոտյան շատ ճիշտ մեկնարկ է, հրաշալի մոտիվացիոն խոսքով, լավ գեղեցիկ ոսկեղենիկ հայրենով, սիրուն բառամթերքով, շատ գեղեցիկ է իսկապես։ Ես գորին հարց ունեմ, կարծում սա մեր վերջին հարցն է, պարոն Մոլիտվին։ Ես իմ հարցի պատասխանը իրականում մասամբ ստացա, բայց ամենակարևոր արժեքը եւ այն ամենակարևորագույն կետը որն է եւ ինչ պետք է տանի մասնակիցը այս ամենից հետո։ Շատ լավ, ես ուղղակի կուզեի նշել, որ մեր գրքի հեղինակը Գագիկ Եկմալյանն է, մեր լավ ընկերը, անպայման իրեն հիշատակ ենք, այո, ողջունենք Գագիկին, իրականում հրաշալի աշխատանք է կատարել։ Մեր օլիմպիադայի մասնակից Անահիտ ջան իդ տանելու է վստահաբար դրական էմոցիաներ, տանելու է մեծ գիտելիքների պաշար, որովհետև այն աշակերտը, ով որ կխիզախ եւ կմասնակցի մեր օլիմպիադային, ստիպված է ոչ միայն ճակերտավոր ասված ստիպված է ոչ միայն ընթերցել գիրքը, այլ նաեւ խորացնել հայերենի իր գիտելիքները, որտեղ նորից եմ ասում, ենք շեշտադրելու ենք նաեւ հայերենի լավ իմացությունը եւ միավորելու ենք այս երկուսը։ Ինքը տանելու է վստահաբար
գաղափարներ իր հետ, որոնք իր մեջ են մտնելու եւ ինքը փորձելու է դրանով ապրել եւ շարունակել իր ընթացքը եւ նաեւ տանելու է այն, որ ինքը շարունակողն է լինելու մեր, այսինքն մենք հիմա շարունակողն ենք երևի այն մարդկանց, ովքեր մեզ սովորեցրել են, թե ինչքան կարեւոր են այս բոլոր գործողությունները, այն մնա հիմա մեր աշակերտները, որ կմասնակցեն, իրենք էլ լինելու են այն շարունակող սերունդը, որոնք մեզնից հետո արդեն իրականացնելու են նմանատիպ էլ ավելի լավ միջոցառումներ ու օլիմպիադաներ։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն գրքի համար, ձեր սիրով ձեզ ներեցեք, նվիրում ենք ձեզ, վստահ ենք, որ կկարդաք եւ սիրով կարող եք լինեք, վստահ եմ կրողնեք, բայց նաեւ կփորձեք եւս վերարժևորել գաղափարները։ Շնորհակալ ենք շատ։ Մենք Լուսարոտի թիմով կփոխանցենք միմյանց, կսկսենք Անահիտից ինգեջում կանք հասկանանք ով առաջին։ Շնորհակալ ենք շատ ձեզ, ձեր մեծ թիմին, որովհետև նամանատ այս ժամանակներում սա ավելի շատ կարևոր ու արդի է այս թեման։ Ես վստահ եմ, որ մենք ունենանք բազմաթիվ թեմաներ քննարկելու եւ ես վստահ եմ, եթե իհարկե համայնք ձևավորված չէ, այս ընթացքում կարծում եմ պետք է ձևավորել համայնք, որովհետև երեխաների օլիմպիադայից դուրս մշտապես կապը շատ կարևոր է մինչև մյուս օլիմպիադային հասնելը, որտեղ այդ փորձի փոխանակումը, քննարկումները միմյանց գրքեր փոխանակելը եւ առասարակ հայրենիքից, հայրենասիրությունից, հայից, հերոսից խոսելը մշտապես այդ կապը պահելը ըստիս կարևոր է ու պետք է։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, Համայնքական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունը արդեն 2-րդ տարին է կազմակերպում է ընթերցանության օլիմպիադա Արթուր կամ Արևը Վանածովից գրքի վերաբերյալ գիրքը Արթուր Սահակյանի մասին օգոստոսի 2023 թվականին տեղի հայրենիքի սահմանները պաշտպանելիս օլիմպիադային մասնակցելու համար հայտերին լրացնելու ինչպես եւ որտեղ եւս մեկ անգամ այո արցան ցեղման միջոցով կարող են դերացնել, որը կարող են գտնել հայնի Facebook-յան պաշտոնական էջից։ Շատ լավ, կտրեք ձեր երեխաներին սմարթֆոններից, մնացած ամեն ինչից ու առասարակ թող մասնակցեն բոլոր օլիմպիադաներին, որոնք կան, որովհետև ոչ միայն այստեղ հնարավորություն է զբաղվել ընթերցանությամբ, այստեղ հնարավորություն է ծանոթանալու այլ տաղանդավոր խելացի երեխաների հետ։ Մենք այս պահին ընդմիջվենք, ունենք եւս մի կարևոր հյուր, խոսելու ենք Ադամովյան օրերից, թե ինչի մասին է խոսքը, կիմանանք մի փոքր ավելի ուշ։